Դուք չեք հավատա, բայց Microsoft-ը գողացել է Windows-ի գաղափարը Apple-ից։ Թե Apple-ն այն գողացել Xerox-ից։ Այս տեխնոլոգիական հսկաների հակամարտության պատմությունը պարզապես բիզնես չի։ Սա իսկական պատերազմ է տեխնոլոգիաների համար։ 1979 թվականին Steve Jobs-ը տեսավ գրաֆիկական ինտերֆեյս Xerox-ի լաբորատորիաներում եւ շոկի ենթարկվեց։ Պատուհաններ, պատկերներ, մկնիկ, սա է ապագան։ Apple-ը անհապաղ սկսեց իր համակարգի մշակումը, բայց Bill Gates-ն էլ ժամանակը անտեղին չէր վատնում։ Այդ ժամանակ նա դեռ Apple-ի գործընկերն էր եւ օգնում էր ծրագրային ապահովում ստեղծել Mac-ի համար։ Տեսնելով ինտերֆեյսը, Gates-ը մտածեց. ինչու ծրագիր գրել ուրիշ համակարգի համար, երբ կարելի է ստեղծել սեփականը։ Այդպես էլ ծնվեց Windows-ը։ Jobs-ը զայրացավ։ Նա զանգահարեց Gates-ին եւ ասեց. «Դու գողացել ես մեր գաղափարը»։ Իսկ նա հանգիստ պատասխան տվեց. «Steve, բայց դու էլ դա գողացել ես Xerox-ից»։ Ի վերջո, Microsoft-ը գրավեց օպերացիոն համակարգերի շուկան, իսկ Apple-ը դարձավ աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը։ Եզրակացություն՝ հաղթում է ոչ թե նա, ով առաջինն է հորինում, այլ նա, ով կարողանում է թանկ վաճառել։ Եվ թրեյդինգում էլ հաղթում է ոչ թե նա, ով առաջինն է գնում, այլ նա, ով գնում է ճիշտ պահին եւ վաճառում ճիշտ պահին։ Այսպիսով, գործիր ինչպես Gates-ը, օգտագործիր լավագույնը ստեղծելով քո ապագան եւ բաժանորդագրվիր մեր ալիքներին։